Եթե կարող ես պատկերացնել, կարող ես նաև ստեղծել կարգախոսից մինչև իրական գործ մեկ քայլ է։ Համոզվում ես Fab Lab Հայաստան կրթական հիմնադրամի աշխատանոցում։ Այս հնարավորությունների հարթակում ցանկացած միտք մարմին է ստանում փոքրիկ սուզանավից մինչև միկրոկառավարվող սենսորներ։ Սա հպման սենսոր է, որը ընդհանրապես հյուսված է թելերից եւ պարզ ծրագրավորման միջոցով հնարավոր է որոշակի ինֆորմացիա ստանալ այստեղ։ Նորարարական մտքի այս յուրօրինակ կենտրոնը Հայաստանում գործում է 2015-ից եւ ներառված է Fab Lab համաշխարհային ցանցում, իսկ աշխարհում այսօր Fab Lab-երի թիվը 3000-ի է հասնում։ Մեր երկրում առաջինը բացվել է Դիլիջանում։ Այստեղ սկզբունք է սովորել, ստեղծելով, մեկտեղելով կրթական, հետազոտական եւ կիրառական բաղադրիչները եւ ապահովել թվային տեխնոլոգիաների բաց եւ հավասար հասանելիություն։ Մեր գլխավոր նպատակն է, որպեսզի Հայաստանը դառնա թվային արտադրական կենտրոն եւ հնարավորություն տանք մեր ուսանողներին, ստեղծարարներին իրենց գաղափարները իրականություն դարձնել եւ ինչու՞ չէ, նաեւ զարգացնել տնտեսությունը։ Մեր Fab Lab-ում կա այն մինիմալ անհրաժեշտ սարքավորումների քանակը, որը պետք է ցանկացած գաղափար իրականություն դարձնելու համար։ Դա կարող է լինել ֆրեզերային հաստոց, դա կարող է լինել լազերային հաստոց։ Ունենք Հայաստանում ամենամեծ 3D printer-ը։ Այստեղ իրականացվող տարբեր կրթական ծրագրերին եւ անվճար աշխատարաններին միայն 2025-ին մասնակցել է մոտ 2000 շահառու։ Ունեն ուսանողներ նաեւ արտերկրից։ Գործակցում են համայնքի կրթական հաստատությունների հետ։ Համատեղ ծրագիր է կյանքի կոչվել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ։ Մենք աշխատում ենք շատ տարբեր տարիքի մարդկանց հետ։ Այստեղ այցելում են երեխաներ, աշակերտներ, ովքեր ունեն դպրոցական նախագծեր եւ ունեն մեր օգնության կարիքը։ Այստեղ այցելում են ինժեներներ, այստեղ այցելում են մարդիկ, ովքեր իրենց ամբողջ կյանքի ընթացքում սովորում են։ Fab Lab այն միջավայրն է, երբ դու քո մտքի թռիչքը վերածում ես քո գործիքների։ Երևանից Էրիկան ավարտել է հիմնադրամի տեքստիլի եւ տեխնոլոգիայի ակադեմիան։ Այժմ այստեղ էլ աշխատում է նաեւ ստեղծագործում։ Ես ստեղծել եմ մի գիրք, որը պատմում է հայկական լեգենդների եւ միֆերի մասին։ Նպատակը նա էր, որպեսզի երեխաները եւ դեռահասները ոչ միայն նայեն գիրքը, այլ նաեւ շփվեն դրա հետ։ Դրա նպատակով կիրառվել է AR հավելում, երբ որ նրանք կարող են կենտրոնացնել գիրքը։ Նոր տարին Fab Lab-ի համար լինելու է բնապահպանական եւ բոլոր նախագծերը նվիրվելու են այդ ոլորտի խնդիրներին։ Այս փոքրիկ Սուզանավի նախագիծը եւս։ Որպեսզի մենք Հայաստանում գտնվող լճերը եւ ջրային ռեսուրսները կարողանանք հետազոտել եւ մոնիտորինգ կատարել ավելի մեծ խորությունների վրա, ոչ միայն մակերևույթին։ Այն արդեն փորձարկել են Պարզ լճում, արդյունքից գոհ են, պատրաստվում են կիրառել նաեւ Սևանա լճում եւ ջրամբարներում։ Վարդուհի Արզումանյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։